We serve a mighty God. Մենք զորավոր Աստծուն ենք ծառայում։ Our God is Մեր Աստված ամենակարող է, not impotent. ոչ թե անկարող։ Say amen. Ասա ամեն։ Praise God. I can feel Փառք Աստծուն, ես կարող եմ զգալ Աստծո ներկայությունն այս վայրում, եւ ես աղոթում եմ, որպեսզի ամեն մեկն ու յուրաքանչյուրը կարողանան փառավոր ազդեցություն վերապրել։ Մենք արդեն վերապրել ենք այդ ազդեցությունը, բայց այն շարունակվելու է։ Դուք կարող եք նստել։ You know, Ես ցանկանում եմ անմիջապես անցնել իմ թեմային։ Դուք գիտեք, որ ես ավետարանիչ եմ։ Ես նորողություն չեմ խնդրում դրա համար։ because sometimes it's Ես շարունակ ասում եմ դա, որովհետև երբեմն դա անհրաժեշտ է։ I was on a certain Ես մի երկրում էի եւ ես հրավիրված էի մի խնջույքի։ I was invited Ես նստած էի մի սեղանի մոտ եւ այնտեղ Գերմանիայից մի դեսպան the կար։ German ambassador. Մենք խոսում էինք եւ ես պարզեցի, որ այդ մարդը ճշմարտապես վերստին ծնված քրիստոնյա էր։ And I found that man was a true born-again Christian. That is not so often in Germany. Գերմանիայում դա հազվադեպ բան է, բայց ես օրհնված էի։ And then the ambassador said to me, Եվ հանկարծ այդ դեսպանն ասաց ինձ. «Պատվելի բոնկ է, դուք չեք կարող քարոզել Գերմանիայում, ինչպես որ քարոզում եք Աֆրիկայում։ in Africa, Աֆրիկայում դուք այսպես եք քարոզում»։ he said in Germany, Նա ասաց Գերմանիայում դուք պետք է մի փոքր աչից մոտենաք եւ մի փոքր էլ ձախից։ I said to Ես him, ասացի նրան. «Պարոն, դիվանագետը դուք եք, իսկ ես ավետարանիչ եմ»։ oh, I've never met Օ, ես երբեք չեմ հանդիպել ավետարանչական դիվանագետի։ We give it right. Մենք շրխկացնում ենք ուղիղ երեսին։ Ով որ ունի որդուն, նա կյանք ունի, նա ով չունի որդուն, կյանք չունի։ The gospel. Ավետարանն այլ ընտրանք չէ մեր միջև, այն վերջնագիր է, It is an այն վերջնագիր է։ It is an ultimatum. Repent. Ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Mark 16. Մարկոս 16:15 Մեծ պատվիրանը գնացեք բոլոր աշխարհ ավետարանը քարոզեք ամեն արարածի։ When I read Երբ ես կարդում եմ սա, ինձ թվում է, որ ես զգում եմ, ասես Հիսուսը հրում է իր աշակերտներին։ as if he said, Ասես թե նա ասում է գնացեք, go, go. գնացեք, 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 քարոզեք, քարոզեք, քարոզեք։ Ինչու դուք չեք գնում, ինչու դուք չեք When քարոզում։ you read that, Երբ դուք կարդաք այս հատվածն իր համատեքստով, դուք կհասկանաք, որ դա իսկապես որ հրատապ է։ I feel something Ես like ծայրահեղ անհրաժեշտության նման ինչ-որ բան եմ զգում։ Jesus, Հիսուսը ցանկանում է, որպեսզի մենք գնանք եւ քարոզենք ավետարանը։ the gospel. I've heard Christians Ես լսել եմ, թե ինչպես են քրիստոնյաներն ասում. «Թույլ տվեք անկեղծ լինել»։ Նրանք ասում են. «Եթե մենք աղոթենք, the nation will do. ազգը կփրկվի»։ All we need to do. Մեզ պետք է միայն աղոթել։ I'm telling you, if all Christians in Ասում եմ ձեզ, որ եթե Ավստրալիայի բոլոր քրիստոնյաներն աղոթեն տարվա 365 օր եւ օրը 24 ժամ, Ավստրալիան դեռևս դժոխք է գնալու։ Միջև որ ինչ որ մեկն այդ աղոթքը ժողովում չարթնանա, դուրս չգա փողոց եւ չմոտենա ինչ որ մեկին եւ չասի, որ Հիսուսը փրկում է։ on the street that Jesus saves. An unpreached gospel. Քարոզված ավետարանն ընդհանրապես ավետարան չէ։ Gospel Ավետարանը լուր է։ Լուրը այն ժամանակ, երբ այն հաղորդվում է։ educated and Քարոզված ավետարանը նման է խցանված դեղի սրվակի։ Քանի դեռ դուք չհեռացնեք այդ խցանը, հիվանդը կմահանա։ Նույնիսկ եթե դեղը նրա անկողն ու կողքին է, մենք պետք է հռչակենք ավետարանը։ Մենք պետք է քարոզենք այն։ Գնացեք եւ քարոզեք։ Go and preach. People who only Մարդիկ, ովքեր միայն աղոթում են, քայլում են միայն մեկ ոտքով, one leg, the left. ձախ ոտքով։ People who only Մարդիկ, ովքեր միայն քարոզում են, քայլում են միայն մեկ ոտքով, աջ ոտքով։ no, for goodness sake. Աստված մեզ երկու ոտք է տվել ոչ միայն առաքինի լինելու համար։ Pray. Քարոզիր, աղոթիր, քարոզիր, աղոթիր, քարոզիր, աղոթիր։ Amen. Ամեն։ Australia will be saved. Ավստրալիան փրկված կլինի։ Glory to God. Փառք Աստծուն։ You know, I found Գիտեք, ես գտել եմ Սուրբ Հոգու գրքում այդ զորեղ սկզբունքն Աստծո Սուրբ Խոսքի եւ Սուրբ Հոգու միջև։ and the Holy Spirit in Scripture. I was Ես amazed, զարմացա, որ այն վրիպել էր ինձանից այդքան երկար ժամանակ, but suddenly I բայց saw հանկարծ ես տեսա դա։
Տերը պարզապես լուսավորեց այդ խոսքը։ Թույլ տվեք արագ բացել այն։ Ծննդոց առաջի գլուխ խոսք առաջին։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Եվ երկիրն անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. լույս լինի, եւ լույս եղավ։ Սկզբում Աստված հոգին շրջում էր այդ քաոսային զանգվածի վրա, եռացող նյութերի թանձր խավարի վրա։ Դա հավանաբար լիովին սարսռեցնող լիներ։ Նա շրջում էր եւ սավառնում։ Որքան ժամանակ էր Սուրբ Հոգին սավառնում։ 1 միլիարդ տարի, 1 միլիոն տարի, ես չգիտեմ, բայց ես գիտեմ մեկ բան. ոչինչ տեղի չէր ունենում։ Ընդհանրապես ոչինչ տեղի չէր ունենում։ Մինչև երրորդ խոսքը։ Եվ Աստված ասաց. լույս լինի, եւ լույս եղավ։ Եվ այդ ժամանակ ես տեսա դա։ Սուրբ Հոգին սպասում էր խոսքին։ Նա չի կարող գործել առանց ասված խոսքի։ Ահա այդ սկզբունքը։ Եվ ես զգում եմ, որ Սուրբ Հոգին սավառնում է ազգերի վրա եւ պատրաստ է փոխել եւ փրկել ազգերը, բայց ինչ որ մեկը պետք է գնա եւ խոսի Աստծո խոսքը։ Եվ ասում եմ ձեզ, երբ ես ասում եմ Աստծո խոսքը, ես նկատի ունեմ Աստծո խոսքը, որովհետև Սուրբ Հոգին պարտավոր չէ հաստատել քաղաքական ճառերը։ Եթե դուք ցանկանում եք իրական արդյունքներ ունենալ, դուք պետք է քարոզեք իրական ուղերձը։ Քարոզեք այն, ինչ քարոզում էին առաքյալները, եւ դուք կունենաք այն, ինչ ունեին նրանք։ Մենք պետք է քարոզենք խաչված եւ հարություն առած Քրիստոսին։ Հիսուսը փրկում է։ Հալելույա։ Այն պահին, երբ Աստված ասաց թող լույս լինի, Սուրբ Հոգին վերցրեց այդ խոսքը եւ լույս եղավ։ Օ հալելույա։ Ասում եմ ձեզ, եւ ես լիովին համոզված եմ, ինչ որ բան է տեղի ունենալու այստեղ այս շաբաթվա վերջում։ Աստծո կրակն իջնելու է եւ դուք կգնաք եւ կքարոզեք միջև խրպոտելը, բայց դուք կտեսնեք, թե ինչպես է Աստված փոխելու այս աշխարհը։ Հիսուսը փրկում է, հալելույա։ Մենք պետք է քարոզենք ավետարանը։ Ես մեծացել եմ յետ պատերազմյան Գերմանիայում, հյուսիսային Գերմանիայում, որը շատ մոտ է հյուսիսային ծովին, որտեղ որ մակընթացություններ էին լինում։ Երբ մակընթացությունն ավարտվում էր, մենք տղաներով խաղում էինք այդտեղ, ցեխի մեջ, ինչը սարսափեցնում էր մեր ծնողներին։ Եվ ցածր մակընթացության դեպքում այդ ցեխի մեջ նավեր կային, որոնք կառուցված էին այն մակընթացության ժամանակ ճանապարհորդելու համար։ Այդ նավերն առանց կողափայտերի էին, նրանք բեռնված էին շինարարական նյութերով, ավազով, աղյուսներով եւ նման բաներով։ Նրանք այնքան ծանր էին, 1000 կամ միգուցե 2000 տոննա քաշով, ես չգիտեմ, բայց երբ ես փոքրիկ տղա էի, ես մտածում էի, որ այս երկրի վրա ոչ մի զորություն չի կարող տեղաշարժել այդ նավերը։ Հետո մակընթացությունը վերադառնում էր։ Հանկարծակի այն սկսում էր ողողել այդ նավերի շուրջը։ Ամեն ինչ սկսում էր փոխվել։ Կես ժամ անց այդ նավերը լողում էին։ Եվ եւս կես ժամ անց իմ նման փոքրիկ տղան կանգնում էր ծովապատնեշի մոտ եւ մեկ ոտքով հրում էր այդպիսի նավերից մեկը։ Ինձ համար դա առակ էր դարձել։ Երբ մենք քարոզում ենք Աստծո խոսքը, մակընթացությունը գալիս է։ Tide comes in.
All of a sudden, Հանկարծ պայմանները փոխվում են։ all of a sudden, Հանկարծ այն ինչ որ մի դեպքում չէր շարժվում, արդեն շարժուն է։ the Անբուժելին բուժելի է, անհնարը հնարավոր։ and the Ես հավատում եմ ողջ սրտովս, I believe with all of my որ մենք այն երևակայելի մի հնարավորություն ունենք, fantastic chance as the որպես այս աշխարհի միակ սերունդ տեսնելու թե ինչպես է փրկվում ողջ մեր սերունդը։ saved. It is possible. Դա հնարավոր է Հիսուսի անունով։ It is possible. Դա հնարավոր է։ Praise God. Փառք Աստծուն։ We need to go out. Մենք պետք է դուրս գանք եւ քարոզենք ավետարանը։ It is a tragedy. Ես զգում եմ, որ ողբերգություն է, երբ քրիստոնյաները քարոզում են ավետարանը միայն եկեղեցու գաղտնի պատերի ներսում։ Within the sacred walls of a church. That's the most Դա աշխարհում piece of ամենաավետարանված անշարժ գույքն in է։ the world. Because Որովհետև մեղավորներն այդտեղ չեն։ maybe Միգուցե մի քանիսը։ if you want to Եթե դու ցանկանում ես զուգ բռնել, don't ցանց մի գցիր to լոգարանում։ the bathtub. There ain't Այնտեղ զուգ չկա։ if you want Եթե դու ցանկանում ես զուգ բռնել, դու պետք է վերցնես քո ցանցը եւ գցես գետի մեջ։ river, Գցես այն ծովի մեջ։ that's where the fish is. Ահա թե որտեղ է We ձուկը։ need to go out. Մենք պետք է դուրս ելնենք։ Հիսուսն ասաց գնացեք եւ քարոզեք ավետարանը։ Go. Գնացեք եւ քարոզեք This ավետարանը։ somehow has Սա լիովին կլանեց ինձ։ Ես մտածում եմ միայն այդ մասին, but I feel and I բայց ես զգում եւ տեսնում եմ թե ինչպես է Սուրբ Հոգին հաստատում սա լիովին փառավոր կերպով։ gloriously say amen. Ասացեք ամեն։ Let me Թույլ տվեք մի քայլ առաջ step գնալ։ further. Jesus knew Հիսուսը գիտեր, որ եթե աշակերտները շարունակեին ապրել, ինչպես որ ապրում էին, նրանք բացարձական օգուտ կլինեին։ they could not. Նրանք ընդհանրապես չէին կարողանա իրականացնել մեծ պատվիրանը։ Այնպես որ նա ասաց նրանց. «Սպասեք Երուսաղեմում, քանի դեռ դուք You have զորություն չեք ստացել վերևից»։ from on high. Դա աննշան մի բան չէ։ That Դա այն հիմքն էր, որ թույլ կտար իրականացնել մեծ carry պատվիրանը։ out the Great Commission. And they went. Եվ նրանք գնացին եւ ստացան, երբ լրացավ Պենտեկոստեի օրը։ Must not fully come. Your day of Pentecost. Ձեր Պենտեկոստեի օրը գալիս է։ Say amen. Ասացեք ամեն։ The first time Առաջին անգամ մենք լսում կամ կարդում ենք մկրտություն Սուրբ Հոգով, baptism into the արտահայտությունը։ Holy Spirit. Մատթեոս 3:11-ում, երբ Հովհաննես մկրտիչը խոսեց եւ ասաց. Ես ջրով եմ մկրտում։ I baptize in water. When he said Երբ that նա ասում էր դա նա Հորդանան գետի մեջ էր։ of Jordan. That's why some Ահա թե ինչու են որոշ մարդիկ դեռևս մտածում, որ քրիստոնեությունը թաց եւ սառն է։ I baptize. Ես ջրով եմ մկրտում ձեզ, But բայց նա ասաց. said he who Ինձանից հետո եկողն ինձանից զորավոր է։ I. He talked Նա about խոսում էր Հիսուսի John the մասին։ Baptist introduced and Հովհաննես մկրտիչը ներկայացրեց մեկ այլ մկրտչի, Jesus the Baptist. Հիսուս մկրտչին։ But Jesus Բայց Հիսուսը ջրի գետի մեջ կանգնած the չէր։ river of water. John said Հովհաննեսն ասաց. Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ fire. Fire. Կրակով։ So Այնպես որ Հովհաննեսը կանգնած էր Հորդանան գետում եւ մկրտում էր մարդկանց սառը ջրով։ water. But on this Բայց side, մյուս կողմից թույլ տվեք ասել դա։ Jesus Հիսուսը Baptist մյուս մկրտիչը standing կանգնած է հեղուկ river կրակի գետի մեջ։ fire. And he Եվ նա իր ձեռքերով գրկում է տղամարդկանց եւ կանանց եւ մկրտում է նրանց այդ գետում։ is baptizing them into that river. That is what Ահա թե ինչ կատարվեց Պենտեկոստեի օրը։ Oh hallelujah. Օ հալելույա։ Now, Թույլ տվեք հիշեցնել ձեզ ձեր անցած կիրակնորյա դպրոցի դասերից մեկը։ long ago,
Դա խոր անցյալում էր։ Մկրտություն բառն այսօր կրոնական բառ է։ Բայց 2000 տարի առաջ այն հասարակ բառ էր։ Այն առևտրական բառ էր։ Այն օգտագործվում էր օրինակ ներկված գործվածքների առևտրի մեջ։ Երբ ներկարարը վերցնում էր գործվածքը և մտցնում էր այն ներկի մեջ, ապա գործվածքը ներկի մեջ մտցնելու ընթացքը կոչվում էր բապտիզո, բապտիզենք, կամ մկրտություն։ Այդ գործվածքը մտցնում էին ներկի մեջ, և երբ այն ներկի մեջ էր, և ներկը ներծծվում էր գործվածքի մեջ, և երբ ներկարարը դուրս էր քաշում այդ գործվածքը, ակնհայտ էր դառնում, որ այդ գործվածքն ընդունել էր այդ ներկի բնույթը։ Այն ներկի նման էր։ Նրանից ներկի հոտն էր գալիս, և այն լիովին նման էր այդ ներկին։ Այժմ թույլ տվեք հանգիստ թողնել ներկարարին և թույլ տվեք անցնել Հիսուսին այդ հեղուկ կրակի գետի մեջ։ Նա մկրտելու է ձեզ Սուրբ Հոգով և կրակով։ Ես կասեմ ձեզ, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Նա սուզելու է ձեզ այդ կրակի մեջ։ Դուք կլինեք կրակի մեջ, իսկ կրակը ձեր մեջ։ Ես լսել եմ, թե ինչպես է մի քարոզիչ ասել. «Գոհություն Աստծուն, երբ Տերը մկրտեց ինձ Սուրբ Հոգով, նա օծեց իմ շուրթերը»։ Մեկ այլ քարոզիչ ասաց. «Գոհություն Աստծուն, նա օծեց իմ աջ ձեռքը, որպեսզի ես դնեմ իմ աջ ձեռքը հիվանդների վրա, երբ ես աղոթում եմ»։ Դուք իսկապես կարծում եք, որ երբ դուք կանգնեք կրակի գետի մեջ, Հիսուսը պարզապես խորասուզում է ձեր ոտքի մեկ մատը կամ ձեր մեկ ձեռքը, կամ մեկ ականջը, կամ դրա նման մի բան։ Ասում եմ ձեզ, դուք ամբողջովին եք ներծծվելու դա։ Ձեր ողջ անձն է լցվելու դրանով, այդ կրակով, Սուրբ Հոգու կրակով։ Եվ երբ դուք դուրս գաք, դուք կլինեք կրակի նման, կզգաք ձեզ ինչպես կրակը, ձեզանից կրակի հոտ կգա։ Օ, հալելույա։ Ահա մենք Հիսուսի զորավոր անունով։ Նա իր հրեշտակներին հոգիներ արեց և իր պաշտոնյաներին կրակի բոց։ Միթե դա աներևակայելի չէ։ Չգիտեմ դուք արդեն նկատել եք, թե ոչ, բայց ես տաքարյուն քարոզիչ եմ։ Ամեն։ Եթե դուք չեք նկատել դա, ապա ձեր ջերմաչափը պետք է կոտրել։ Ես կարող եմ զգալ այդ կրակը և ես գիտեմ, որ ես կրակի բոց եմ։ Ես չեմ վախենում սատանայից, սատանան է վախենում ինձանից։ Հալելույա։ Օրհնյալ լինի Հիսուսի անունը։ Մենք որս դառնալու համար չենք, մենք որսորդներ ենք։ Իմ անունով նրանք դևեր կքշեն։ Փառք Աստծուն։ Այս երեկո Հիսուսն այստեղ է, որպեսզի գրկի քեզ իր ձեռքով, և նա այստեղ է, որպեսզի մկրտի քեզ այդ հեղուկ կրակի գետի մեջ։ Եվ դու այլևս երբեք նույնը չես լինի։ Ես երաշխավորում եմ։ Ասեցեք ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Օրհնյալ լինի Հիսուսի անունը։ Գիտեք, ես մի մարդու հանդիպեցի Գերմանիայում։ Նա ավետարանի ծառայող էր։
He came there whenever Նա եկել էր he was այդտեղ։ coming. I could see there was something wrong. Երբ ես նայեցի, թե ինչպես էր նա գալիս, ես տեսա, որ ինչ-որ բան այն To չէ։ me, Նա վատ էր come to զգում your իրեն։ meeting. Նա ասաց ինձ. Ես եկել եմ ձեր ծառայության այն հույսով, որ Աստված կօգնի ինձ։ Under the burden of my church. Նա ասաց, ես կոտրվում եմ իմ եկեղեցու բեռի տակ։ Ես հովիվ եմ։ Ես կոտրվում եմ իմ եկեղեցու բեռի տակ։ Ես կարծեցի, որ նա երևի զորեղ եւ մեծ եկեղեցի ունի։ Ես ասացի, քանի մարդ է գալիս քո եկեղեցի Կիրակի օրը։ Նա ասաց 50։ I said, Ես ասացի, եղբայր, դու մկրտված ես Սուրբ Հոգով եւ կրակով։ Spirit and fire. Oh no, he said. Ոչ, ոչ, ասաց նա, իմ հարամվանությունը չի հավատում He դրան։ said, Բայց նա ասաց, ես լիովին հյուծված եմ։ Ես ամբողջովին հյուծված եմ։ Ես ասես վառված պրծած And I լինեմ։ only had Եվ ես միայն 30 վայրկյան ունեի մի բան հասկանալու How can համար։ somebody Ինչպես կարող է ինչ-որ մեկը վառված պրծած լինել, երբ նա իր ողջ կյանքն անցկացրել է սառնարանում։ fridge? In a fridge you may Սառնարանում ցուրտը կարող է տանել քեզ, բայց դու չես կարող վառվել պրծնել։ I say to everyone, Ես ասում եմ յուրաքանչյուրին, բացիր սառնարանի դուռը։ Հիսուսը սպասում է հեղուկ կրակի գետում, եւ դու պետք է ներծծես այդ կրակը եւ գնաս այս դահլիճից որպես կրակի բոց Հիսուսի անունով։ Stadium as a flame. Ասացեք ամեն։ In Jesus' name. Say amen. Hallelujah. Հալելույա։ I was one day preaching to a Մեկ օր ես մի խումբ մարդկանց հետ էի քարոզում։ They sat there. Նրանք նստած էին Suddenly the Holy եւ Spirit. հանկարծ Սուրբ Հոգին իջավ։ Wow. Վաու։ They forgot all their. Նրանք մոռացան իրենց ողջ եկեղեցական վարքը։ And they were Եվ filled. նրանք լցվեցին ուրախությամբ եւ ասես խելագարներ լինեին։ And in that group, Եվ այդ խմբում այդ մարդկանց միջև կային 3 հոգի։ they seemed to be totally Թվում էր, թե նրանք ընդհանրապես չազդվեցին դրանից։ looking around like this. Նրանք այսպես նայում էին իրենց շուրջը։ And I watched them. Ես նայում էի նրանց։ Ես նայում էի։ I watched them. Ես նայում էի նրանց, իսկ ողջ այդ տեղը վառվում էր։ That day, Իսկ նրանք the lesson. այդ օրը ես մի դաս սովորեցի։ Այդ 3 մարդիկ այն տեսակի քրիստոնյաներն են, որոնց ես անվանում եմ Christian. կտավաքարից պատրաստված քրիստոնյաներ, Because they are fire. որովհետև նրանք չհրկիզվող են։ I want you to say Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ասեք. for God. Ես հրկիզվող եմ Աստծո համար։ Shout it Գոչեք դա, louder. ավելի բարձր։ Yes. Այո, Hallelujah. հալելույա։ I am flammable for God. Ես հրկիզվող եմ Աստծո համար։ Եվ ես չեմ ամաչում հրկիզվող լինել Հիսուսի համար։ For Jesus. I'm not ashamed. Ես ընդհանրապես չեմ ամաչում։ Let the world. Թող աշխարհն իր կատակներն անի։ But I tell you, Բայց ասում եմ ձեզ, ես տեսել եմ, թե ինչպես է միլիոնավոր մարդիկ գալիս Հիսուս Քրիստոսին, եւ շնորհակալ եմ Աստծուն դրա համար։ Ես շնորհակալ եմ Աստծուն դրա համար իմ սրտի we խորքից։ serve. Մենք ծառայում ենք զորեղ Աստծուն։ Amen. Ամեն, Hallelujah. հալելույա։ Yes, you. in Այո, the դու fire. կրակի մեջ ես, իսկ կրակը քո մեջ է։ We are accepting Այդ ժամանակ ենք մենք ընդունում աստվածային բնությունը, the divine nature. աստվածային բնությունը։ If our God Եթե մեր Աստված մաշող կրակ է, ապա ասում եմ ձեզ, սառցաբեկորը երբեք չի կարող նրա ներկայացուցիչը լինել։ it's against the Դա հակառակ է մեր Աստծո բնությանը։ oh, that's why those disciples Ահա թե ինչու այդ աշակերտները պետք է սպասեին վերևից իջնող կրակին in Jesus, Հիսուսի անունով, in Jesus, Հիսուսի անունով, in Jesus. Հիսուսի անունով։ Hallelujah. Հալելույա։ Well, Jesus is here Հիսուսն այստեղ է, and you are here. եւ դուք եք այստեղ։ And that's all. Եվ այս դա է որ կարևոր է։ Really, Դա այդպես է։
Երբեմն ես եկեղեցիներում էի եւ այնպիսի տպավորություն ունեի, որ նստած եմ թռիչքային մարզասարքի մեջ։ Գիտեք, թե ինչ է թռիչքային մարզասարքը։ Ուսանող օդաչուն նստում է այդ թռիչքային մարզասարքի մեջ եւ մտածում է, որ թռչում է 12,000 կիլոմետր բարձրության վրա։ Դա այնքան իրական է երևում, այնքան իրական է թվում։ Բայց իրականում նա գանված է հատակին։ Եվ շատ քրիստոնյաներ մտածում են, որ նրանք 7-րդ երկնքում են։ Բայց իրականում նրանք դեռ նստած են հենց նույն տեղում, հատակին գանված։ Մենք պետք է ազատվենք վիրտուալ քրիստոնեությունից։ Մենք պետք է դուրս գնանք եւ գնանք մայրուղիներով եւ պողոտաներով եւ քարոզենք ավետարան նրանց, ովքեր չեն ճանաչում Հիսուսին։ Հալելույա։ Ես մարտահրավեր եմ նետում յուրաքանչյուրին, ով այստեղ է, Հիսուսի անունով։ Մի եղիր վիրտուալ քրիստոնյա։ Աշխարհը եւ նրա չարիքներն իրական են։ Վիրտուալ պատասխանն ընդհանրապես պատասխան չէ։ Գողգոթան վիրտուալ չէր, այն իրական էր։ Նրա թափված արյունն իրական էր։ Այն մեխերը, որ խոցեցին նրան, իրական էին։ Մենք ապրում ենք իրական աշխարհում, եւ Հիսուսն իրական փրկություն է տալիս, եթե մենք իրական ավետարան ենք քարոզում։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Ես փառք եմ տալիս Հիսուսին։ Հալելույա։ Ես հավատում եմ ինձ սրտում, որ այս երեկո այստեղ կրակ է թափվելու, որովհետև Հիսուսն այստեղ է։ Գիտեք, որ Հիսուսն այստեղ է։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ գրքեր են գրում, փորձելով ապացուցել, որ Հիսուսը կենդանի է։ Դա անմտություն է։ Ոչ ոք գիրք չի գրում, փորձելով ապացուցել, որ գոնկեն կենդանի է։ Իսկ ինչու՞։ Որովհետև ես այստեղ եմ։ Կենդանի մարդիկ են երևում, եւ Հիսուսը նույնպես հայտնում է իրեն։ Հիսուսն այստեղ է, Հիսուսն այստեղ է։ Հալելույա։ Նա այստեղ է որպես փրկիչ, նա այստեղ է որպես ազատագրող, նա այստեղ է որպես Սուրբ Հոգով եւ կրակով մկրտող, նա լիովին իրական է։ Ամբողջովին իրական։ Գիտեք, թե ուրիշ ինչ ապշեցրեց ինձ։ Մենք կարդում ենք առաջին Կորինթացիներին 15-ում 6-րդ խոսքում, որ 500 եղբայրներ տեսան Հիսուսին միաժամանակ, մինչև որ նա երկինք համբարձվեց։ 500 մարդիկ շատ են։ Մի քանի օրից վերնատանը միայն 120 մարդ կար։ Եվ ես հարցնում եմ ինքս ինձ, որտեղ էին մնացած 380-ը։ Ինչու նրանք չկային։ Ոմանք կարող են ասել, դե նրանք Երուսաղեմում չէին։ Այո, նրանք Երուսաղեմում էին։ Դա տաղավարահարած տոններ եւ այդ ժամանակ այդ տարածքում ապրող յուրաքանչյուր մարդուց պահանջում էր լինել Երուսաղեմում։ Նրանք այնտեղ էին, բայց վերնատանը չէին։ Իսկ ինչ պատահեց։ Կարծում եմ ես գիտեմ, թե որտեղ էին նրանք։ Գիտեք, նրանք գերադասեցին լինել տաճարում, որտեղ նրանք ավելի կանխատեսելի ծառայության կարգ ունեին։ Շատ ավելի մեղմ, հաճելի, թեթև եւ գրավիչ։ Դու լավ մարդ ես։ Ոչ բոլորն են ցանկանում մեղադրվածնել հարբացնելու մեջ 9-րդ ժամին։
Ոչ բոլորն են ցանկանում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են իրենք խոսում նոր լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին է խոսել տալիս։ Բայց ես մի բան կասեմ ձեզ. Քո կարծիքը կպատվեն բոլորը, բայց կրակը չիջավ տաճարում։ Կրակն իջավ վերնատանը։ Հալելույա, հալելույա։ Ես չեմ ամաչում Հիսուս Քրիստոսի ավետարանից, և ես նույնպես չեմ ամաչում օրհնյալ Սուրբ Հոգուց։ Թող որ Աստված գործի իր ձևով, որովհետև երբ նա իր ձևով է գործում, միշտ ստացվում է լավագույնը։ Ամեն։ Ողջ փառքն Աստծուն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Դուք պատրաստ եք սուզվել կրակի գետի մեջ։ Հիսուսը նույնպես պատրաստ է։ Նա ասում է խնդրիր և կտրվի քեզ։ Բարդ գործընթաց չկա։ Գիտեք, որոշ մարդիկ ամեն ինչ բարդեցնում են, բայց դա այդպես չէ։ Ոմանք բարդեցնելու պարգև ունեն։ Ասում են, որ եթե դուք ցանկանում եք սխալ հասկանալ Աստվածաշունչը, դուք պետք է որևէ աստվածաբանի օգնությանը դիմեք։ Աստվածաշունչը շատ պարզ է։ Այն շատ պարզ է։ Խոսքն ասում է, որ նրանք միաբան էին, միաբան։ Ես լսում հոգևոր հայրերից, թե ինչ է դա նշանակում, և նրանք ասում էին, եթե մենք մեկ դառնանք, եթե մենք մեկ դառնանք, այդ ժամանակ Սուրբ Հոգին կթափվի այն կատարյալ միասնության մեջ, որը նա պահանջում է, որովհետև Սուրբ Հոգին թափվեց Պենտեկոստե օրը նրանց կատարյալ միաբանության պատճառով։ Ես հավատում էի դրան, մինչև որ չկարդացի Հովհաննես 14:16 խոսքը։ Լսեք, թե ինչ ասաց Հիսուսը խոսելով Սուրբ Հոգու մասին։ Նա ասաց. ես հորը կաղաչեմ և ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, Սուրբ Հոգուն, որ նա մնա ձեզ հետ հավիտյան։ Հիսուսը չասաց դուք կաղաչեք, նա ասաց ես կաղաչեմ։ Գիտեք, թե ինչու է Հիսուսը տալիս ձեզ այդ կրակն այսօր, ոչ թե որովհետև դուք սովորել եք կատարյալ կերպով աղոթել, մենք ոչինչ չենք արել դրա համար։ Դու չես ստանա այդ շնորհքը քո գործերից որևէ մեկի համար, այլ որովհետև Հիսուսն աղոթել է անձամբ քեզ համար։ Իսկ Հայրը պատասխանում է Հիսուսի աղոթքներին, հատկապես երբ խոսքը հոր խոստմանն է վերաբերվում։ Ասա ամեն։ Օ հալելույա։ Հիսուսի անունով այդպես է լինելու։ Այդպես է լինելու։ Մի մարդ մոտեցավ ինձ և ասաց. Ռայնհարդ, ինչու է Աստված օգտագործում քեզ և ինչու Աստված չի օգտագործում ինձ։ Օ, դա վտանգավոր հարց է, բայց ես պատկերավոր միտք ունեմ։ Ես ասացի, օ, դա շատ պարզ է։ Ես ասացի, պատկերացրու, որ տանը երկու սալօջախ ունենայիր, մեկը սառը, մյուսը տաք։ Եվ դու ցանկանում ես մի բաժակ սուրճ պատրաստել։ Այդ երկուսից որը կօգտագործեիր։ Տաքը։ Ուրեմն դու գիտես, թե ինչու Աստված կարող է օգտագործել ոմանց և ոչ թե մյուսներին։ Լսիր, ես ասում եմ քեզ Հիսուսի անունով։ Ընդունիր Սուրբ Հոգու կրակը քո մեջ և դու երբեք կարիք չես ունենա խնդրել Աստծուն, որ նա օգտագործի քեզ։ Նա ինքնաբերաբար կօգտագործի քեզ։ Դու չպետք է աղոթես Տեր օգտագործի ինձ, դու պետք է աղոթես Տեր ինձ օգտագործվող դարձրու։ Եվ նա այստեղ է, որպեսզի գրկի քեզ իր ձեռքով և խորասուզի քեզ հեղուկ կրակի այդ գետի մեջ։ Եվ ես գրազ եմ գալիս քեզ հետ։
որ դա կփոխի քեզ։ He will change. Նա կփոխի քեզ։ That Դա կմտցնի քեզ այնպիսի հարթությունների մեջ, որ դու երբեք չես իմացել։ say amen. Ասա ամեն։ I'm going to pray for you. Ես ցանկանում եմ մի պահ աղոթել քեզ համար։ Allow me just to leave. Թույլ տվեք ինձ թողնել 99-ի եւ դառնալ դեպի մեկ կորած գարանը։ Sheep. When the prodigal son came home, it says, Երբ անառակ որդին տուն եկավ, գրված է, որ հայրը տեսավ նրան եւ վազեց նրա մոտ։ towards him. Դա միշտ դիպչում էր իմ սրտին։ He ran. Նա վազեց։ He had a heart full of confidence. Նրա սիրտը լի էր գթասրտությամբ։ I don't like when people Ես չեմ սիրում, երբ մարդիկ ասում են ինձ, որ ես կրքոտ քարոզիչ եմ։ Գիրքը կարող է մոլերանտ դարձնել։ Ես սիրում եմ մտածել, որ այդ գիրքը բխում է գթասրտությունից։ tempered by compassion. Because that Որովհետև այդպիսի գթասրտությունը can only կարող է գալ միայն Հիսուսից։ And when the father Եվ երբ հայրը տեսավ նրան, նա գթաց նրան, եւ նա վազեց։ I don't have much Եվ շատ ժամանակ չունեմ, որպեսզի մեկնաբանեմ սա, by myself. բայց ես մտածում եի, ինչու այդ ծեր մարդը վազեց։ Old men don't Ծեր մարդիկ չեն սիրում վազել։ just ask me. Հարցրու ինձ, եթե չես հավատում, But he ran. բայց նա Why վազեց։ did he run? Ինչու նա վազեց, ես կասեմ ձեզ, թե ինչ ես հասկացա։ Երբ հայրը տեսավ այդ ուրվա գիծը հեռվում եւ ճանաչեց իր որդուն, And he նա սկսեց նայել նրան։ He watched him. The son took two steps. Տղան երկու քայլ արեց եւ He դադարեց։ took another step. Նա եւս մեկ քայլ արեց եւ կանգ առավ։ He took another three Նա steps. երեք քայլ էլ արեց եւ կանգնեց։ Paused. Եվ այդ ժամանակ հայրը մտածեց. Suddenly thought, oh, Օ ինչու է նա այսքան հաճախ կանգ առնում։ maybe Միգուցե նա դեռ ցանկանում է մտքափոխվել, change his mind շրջվել եւ գնալ այդ խոզանոցը եւ մահանալ այդտեղ։ and go back to the pigsty and die. That put strength into Դա զորություն տվեց այդ ծեր մարդուն։ and Եվ այդ հայրը վազեց։ run. He Նա interceded. փակեց որդու յետադարձի ճանապարհը։ Every prodigal Եվ ես ասում եմ յուրաքանչյուր անառակ որդուն եւ դստերը, որ հիմա այստեղ են, եթե դու մի քայլ անես դեպի Հիսուսը, Հիսուսը 100 քայլ կանի դեպի քեզ։ steps towards you. He loves you. Նա սիրում է քեզ եւ նա կանչում է քեզ։ Is your moment of Այս պահը քո փրկության պահն է։ And Եվ Հիսուսն այստեղ է, որպեսզի կոտրի ամեն մի կապանք եւ ազատ արձակի քեզ թաքուն ամոթից եւ մեղքից։ nothing is Կեղծավորությունից վատ ոչինչ չկա։ May God help. Թող Աստված օգնի մեզ բոլորիս։ If you are bound, Եթե դու կապված ես, Հիսուսն այստեղ է քեզ ազատելու համար։ Նա ասաց, ես ոչ մի դեպքում չեմ մերժի նրան, ով գալիս է ինձ մոտ։ what an offer. Ինչպիսի առաջարկ։ Part in it is only Եվ ես միայն մեկ դեր ունեմ այստեղ։ Եթե ես կարողանայի, ես կմոտենայի, կդնեի ձեռքս քո ուսին եւ կասել թույլ տուր, որ օգնեմ քեզ հոր մոտ գալու համար։ come to the Father. Հիսուսի մոտ գալու Come to համար։ Jesus. He's waiting. Նա սպասում է քեզ։ And he says the Եվ գրված է, որ հայրը համբուրեց նրան։ and the Greek Իսկ այդ բառը հունարենում նշանակում է անդադար համբուրում էր նրան։ nowhere that Մենք ոչ միտեղ չենք կարդում, որ նա դադարեց համբուրել նրան։ what Ինչպիսի հրաշալի սեր է Աստծո սերը։ God. Let's close our Եկեք փակենք մեր աչքերը Հիսուսի ներկայության մեջ։ Տեր իմ սրտի խորքից ես շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ դու այստեղ ես, որպեսզի ընդունես այդ անառակ որդուն եւ այդ անառակ դստերը in Jesus Հիսուսի անունով։ who is here this Ով evening է այստեղ ասում այս երեկո, Տեր, ես կապված եմ մեղքով։ bound by sin and bound Ես կապված եմ սատանայի կողմից։ Ես երերալով քեզ մոտ եմ գալիս, but you բայց դու վազում ես ինձ մոտ։ me Jesus Հիսուս, ես գալիս եմ քեզ մոտ եւ ընդունում եմ քեզ իմ փրկության կամ վերականգնման համար։ or restoration Եթե դա դու ես, պարզապես բարձրացրու քո ձեռքը
որպես ես կարողանամ տեսնել քեզ եւ ես կաղոթեմ քեզ համար։ That I can acknowledge it. Thank you, thank you, thank you. Պարզապես թափահարիր ձեռքերդ, որովհետեւ ես կարողանամ նկատել քեզ։ Թափահարիր ձեռքովդ այնտեղից, որտեղ նստած ես։ Թափահարիր ձեռքովդ այնտեղից, որտեղ նստած ես, որպես ես կարողանամ տեսնել քեզ։ Ես տեսնում եմ, ես ձեռքեր եմ տեսնում, փառք Աստծուն, փառք Աստծուն, փառք Աստծուն։ Ես ամեն օր ձեռքեր եմ տեսնում։ Թափահարիր ձեռքը, թող որ Հիսուսը տեսնի քո ձեռքը։ Թող որ Հիսուսը տեսնի քո ձեռքը, նա գալիս է քեզ մոտ, որտեղ էլ որ նստած լինես, նույնիսկ եթե չես կարողանում գալ։ Հիմա նա գալիս է քեզ մոտ։ Ես խնդրում եմ, որպեսզի բոլորը կանգնեն եւ ցանկանում եմ, որպեսզի բոլորը կրկնեք այս աղոթքն ինձ հետ։ Խնդրում եմ կրկնեք այս աղոթքն ինձ հետ։ Մենք բոլորս աղոթում ենք օգնելու համար նրանց, ովքեր հենց հիմա տուն են գալիս։ Ասացեք, թանկագին Տեր Հիսուս, ես տուն եմ գալիս։ I repent of my sins. Ես ապաշխարում եմ իմ մեղքերից։ Turn away from Ես ետ եմ դառնում չարից։ Come into my heart. Եկ իմ սրտի մեջ։ Wash me with Մաքրիր ինձ քո թանկագին արյամբ։ break every Քանդիր ամեն կապանք։ I put my trust Ես վստահում եմ միայն քեզ։ I believe with Ես սրտանց հավատում եմ ամեն բանին, what I speak. որ խոսում եմ բերանովս։ Jesus is now my Savior. Հիսուսը հիմա իմ փրկիչն է։ Amen Ամեն and amen. եւ ամեն։ Amen. Ամեն։ Listen, Լսեք, listen. լսեք, լսեք։ Let me come back to Թույլ տվեք վերադառնալ 99-ին։ Դուք դեռ այստեղ եք։ I still have got 2 minutes. I'll tell you God can Ես դեռևս մի 2 րոպե ունեմ։ do in a million. Ասում եմ ձեզ, Աստված կարող է անել 1 րոպեում այն, ինչ մենք կարող ենք անել միլիոն տարվա ընթացքում։ Ասացեք ամեն։ That river of fire. Եթե դուք ցանկանում եք, որպեսզի Հիսուսի ձեռքը գրկի ձեզ, խորասուզի քեզ կրակի գետի մեջ, որպեսզի դու դառնաս կրակի բոց, ինչպես որ նրա խոսքը խոստանում է, բարձրացու քո ձեռքը եւ մենք կերկրպագենք նրան միասին։ Բացիր քո բերանը, թույլ տուր, որ Հիսուսը լսի քո ձայնը, բայց արա դա հավատքով, փառաբանությամբ եւ երկրպագությամբ, փառք Հիսուսի անվանը, կրակը թափվում է։ Tololoboshi pelala pasariam tolololo koshaya. Kirapokossi kalala mashadiam tololoso. Lord, I thank you that Տեր, ես շնորհակալ եմ, որ քո կրակը թափվում է։ Շնորհակալություն, որ քո կրակը թափվում է։ Շնորհակալություն, որ երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։ Շնորհակալություն այն որդիների եւ դուստրերի համար, ովքեր մարգարեանում են։ I pray. Let this become Տեր, ես աղոթում եմ, թող որ սա դառնա ավետարանիչների ծննդավայր, որոնք կանցնեն 7 ծովերը հռչակելու համար քո խոսքը, որը դու կհաստատես հրաշքներով եւ նշաններով։ with signs and wonders. I Ես աղոթում եմ, որպեսզի հիվանդները բժշկվեն։ Հենց հիմա Հիսուսի անունով։ in the name of Jesus. Ընդունիր քո բժշկությունը հիմա Հիսուսի անունով։ In Jesus' name. And I Ես շնորհակալ եմ Տեր, որ դու լսում եւ պատասխանում ես աղոթքին Հիսուսի անունով։ in Jesus' name. Amen. Ամեն։ Listen, Լսեք, listen. լսեք, երբ Սուրբ Հոգին The Holy թափվում է, Spirit falls. People don't մարդիկ պարզապես չեն խոսում նոր լեզուներով։ any Ցանկացած հրաշք կարող է տեղի ունենալ, possible. քանի որ Սուրբ Հոգին Because the բժշկող Holy հոգի է։ Spirit is a healing spirit. Amen. Ամեն։ It's a river of Դա life. կյանքի գետ է, It's a river of դա առողջության գետ է, It's a river of դա խաղաղության գետ է, It's a river դա of կրակի fire. գետ է։ So I know Այնպես որ ես գիտեմ, որ շատերը ոչ թե միայն Սուրբ Հոգով են լցվել, այլ նույնպես ֆիզիկապես բժշկվել են։ in Jesus' name. Հիսուսի անունով։ Hallelujah. Հալելույա։